Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, այսօր մայիսի 20-ն է Միացյալ Նահանգներում եւ դարավ արդեն 15 ամիս, ինչ Վարդան Ղուկասյանը գտնվում է բանտում։ Մի բանտում, որտեղ մի տարուց ավել կալանավորները գտնվելու իրավունք չունեն, ԱՄՆ կալանավորները, քաղաքացիները, բայց միգրանտները մնում են փաստորեն, որովհետեւ միգրանտներին ստեղ մարդ չեն համարում այս երկրում։ Ինչևից է։ Ուրեմն մենք հիմա կանգնած ենք մի հատ պոլեմիկայի առաջ, սիրելի ժողովուրդ։ Մի կողմից ես ստանում եմ ահազանգեր, որ պարոն Ղուկասյան, այդ ինչ լավ կենեք, որ քֆուր կուտակ, շարունակեք քֆուր տալ, այդ Սիսի Միսիա նման բոզի տղեկ են եւ այլն, մի կողմից էլ գալիս են զանգեր, որ ախր մի քիչ քֆուր թոտա, չգիտեմ, սենց անենք կնես անենք դուրս է գալի են, որ կա է դառը կոֆե եւ քաղցր կոֆե սիրողն է, պարոն Ղուկասյանը քաքն է, հիմա չգիտի, քֆուր շատ անի, թե քֆուր քիչ անի կամ վարշե չանի, ես չեմ կարա քֆուր չանեմ, այս իրավիճակում, այս բանտային պայմաններում, անեսօր խնդրեմ կը ինչ որտեղ հարմարվեք, լավ, ասենք մեզ բուն թեմային, ուրեմն այսօր ինչ եմ տենում ես, ընկեր Ռոբերտ Քոչարյան կոչված Գանդոնը, դարի քֆուր մի արա, հելը գնացել է ժողովրդի մեջ, մի հատ մարդ հարց է տալում, ասում է միջանցք լինելու է, թե ոչ Ինչ ասում, ասում է այո, միջանցք լինելու է, ճիշտ կլինի բացենք, բայց հարևանի հետ ասում է, հարաբերություն փչացնելը ավելի հեշտ է, դզելն ավելի բարդ, բայց միջանցքը կհսկեն այլ երկրի ուժային ներկայացուցիչներ, ոչ ամերիկացիներ։ Ուրեմն ես էլ ինչ եմ ասում, ես ասում եմ, եթե միջանցք պիտի լինի, ուրեմն ես էլ միջանցք եմ ուզում Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան։ Կտա ինձ նման միջանցք Ադրբեջանը, ես էլ կտամ իրան նման միջանցք ին տարածքով դեպի Նախիջևան, չէ Հայաստանի Հանրապետությունը պրախատոյ դվոր չի, Քոչարյան բոզի տղա։ Դու առանց Ադրբեջանից ինչ-որ մի բան պահանջելու, Ադրբեջանին միջանցք քեզ տալի, ասма ճանապարհ, դա ճանապարհ չի, մարդն ասում է միջանցք։ Ադրբեջանի նախագահան պարզ ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն ասում է միջանցք, որտեղ չի լինելու ոչ մի պասպորտ կոնտրոլ, որտեղ իմ ավտոները, իմ քաղաքացիներին ոչ մեկ չի ստուգելու, չի հսկելու։ Ոնց ուզեն, էշարտալի, բեշարտալի անցնելու են դառնան։ Տուպոյ կանտոն, եթե քեզ ֆել ես տուպոյի տեղ։ Ինչ ես խոսում։ Ինչ միջազգային ուժեր հսկեն, ինչ բան են, մարդն ասում է, պրախատոյ տվոր ալնելու, ու դու, ինգեր Հայաստան դաշինք, թելը մեզ են նույն թելը, ինչ-որ Նիկոլ Փաշինյանը, բա էլ քո ու Նիկոլ Փաշինյանի տարբերությունը, ինչու՞մ է կայանում, դե մի արի ու քֆուր մի արա, իսկ ինչ վերաբերում է հարևանին, պարսիկներին, այդ մարդիկ ասել են, ոչ մի ճանապարհ, ոչ մի միջանցք, մենք դեմ ենք միջանցքին, չի լինելու, բախտել, փորձեք, բացեք, մեզ բեսպլոդիկները կկոկենք ձեր մոտ դլոյի մեջ, ընդ կտրակացնենք։ Ասել են պարսիկները, եւ ճիշտ են արել, որ ասել են, ու պիտի կողեն ու կմփցնեն, նամանավանդ քո հարսի դլոյի մեջ, կնկատ ես բաց չեմ ասում, ընկեր Քոչարյանը, եւ հիմա ընկեր ընտրողը պիտի հասկանա, ում է ընտրում, Ռոբերտ Քոչարյանն էլ նույն երգը, ինչ-որ Նիկոլ Փաշինյանը, էլ դրանց տարբերությունը ինչու՞ է կայանում, Սիրելի ժողովուրդ, ես ասում եմ, ուզում Ադրբեջանը միջանցք, ես էլ ուզում եմ միջանցք դեպի Ռուսաստան, կտա այդ միջանցքը, ես էլ յան կտա միջանցք, չի տա իմ երկիրը պրախատոյ դվոր չի, ես միջանցք տվող չեմ, վերջացավ, բնականաբար Ադրբեջանը այդ ճանապարհը մեզ չի տալու եւ բնականաբար վարչապետ Վարդան Ղուկասյանը այդ ճանապարհը Ադրբեջանի համար չի բացելու, սա իմ կուսակցության դիրքորոշումն է, իմ դիրքորոշումն է, ով որ այս դիրքորոշումից շեղվի, ես նրա տուն ու տեղը տանեմ տամ ադրբեջանցիներին։ Մյուսը, ընկեր Նիկոլ Փաշինյան, տավարի ցավը, հենց հայտարարում ասում է օպերատիվ տվյալ կա, ազգային անվտանգությունը պարզել է, որ Գագոյի կուսակցությունում լրտես կա։ Նախ, օպերատիվ տվյալ եթե կա, տավարի ցավ տուպոյ բոզի տղա, դու դա հրապարակայնորեն խի ես հայտարարում, մինչև այսպես կոչված չակերտավոր լրտեսին բռնելը։ Եթե Գագոյի կուսակցությունում լրտես կա, քո կուսակցությունում սաղ եք լրտես, սկսած քեզանից, քո ագառակա կնկանից, եւ այդ մյուս այդ Արաբատ Միրզոյանով, Արսեն Մարսեն, այդ բան դոկտոր Սմերս, բան Պապիկյան այդ ուսուցչուի խախտի տղեկով բոլորդ թուրքական ագենտներ եք։ Ես չգիտեմ Գագոյի կուսակցությունում, Դոդի Գագոյի, ով է լրտես, կամ որ լրտեսը, եթե անգամ կա նման բանը չեն հլնում եւ հրապարակայնորեն չեն հայտարարում։ Դու հենց հայտարարիր, որ Գագոյի ձեռից ցեմզավոդը առնում ենք, պետականացնում ենք։ Տղա ջան, դու ըսկի, ընկեր Նիկոլ, տրապկա, դու ըսկի
Գագոյի տղուն բանակ չտարար, տղուն չկներեք, տղեկին, ոչ մեծին, ոչ փոքրին։ Եթե դու բանակ չես կարում տանես, դու զավոտ ձեռից ոնց ես առնում։ Ոնց, ինձ ետնից հետաքրքիր է։ Կամ առնում էիր 8 տարի, բայց ձեռից առնեիր։ Նախ գագոյին, գագոյ, մեռանք ասելով, տղա ջան, դու օլիգարխ ես։ Դու քո ворի տակ լիքը թակ կա, քո եթմների ворի տակ այդ երկու բջերից լիքը թակ կա, ուր ես մտնում ընտրությունների մեջ, էլի հանելու են այն բանից անեն, ծծցնեն, քսեն միան, ու հելար գիտդ խոտիր, ուզեմ էիր ասել պասմատից է ես ասետրի նոյ, ասել է վեշերը թավքի, գնա մի տեղ քու համար լրվի, չլսավ, եթերում ասել էի, էլի գնա, չլսավ, հիմա մտել է ուզում ադառնալ վարչապետ, գագո դու վարչապետ չես դառնա, ուզում ես $1 միլիոն վրա կամ ավել կրենք ստորագրեք, դու վարչապետ չես դառնա, չիլնի, դրուկ մոյ չիլնի, ինչ լեզով ասեմ, նեբուսետ, Իշիշը վերաբերում է Նիկոլին զավոդ առնելու նարձերբակալում եւ այլն Նիկոլ կամ Նիկոլա կամ բոզի տղեկ 8 տարի է իշխանության եք զավոդը ձերից առնեիք բախի չէիք առնում չեք մենաշնորհներ տվել ինչի հյուրանոցի սեփականության տուտևությունը տվի կինո Մոսկվայի դեմը հիմա ասում են լարտես գա սա կուսակցությունը լարտես է սկսած ուսուցչուհու բոզի տղուց որ ինչա հել հայտարարել մի րոպե նշել եմ մոտս ասում է թե մայիսի 28-ին տեխնիկա պիտի հանենք ցույց տանք, որը այսքան ժամանակ համեստորեն լռել ենք։ Ուրեմն տավարի ցավ, դու կարող ես ունենաս լիքը զինտեխնիկա, բայց այդ զինտեխնիկան պիտի օգտագործվի, այդ զինտեխնիկան նախատեսված չի սերվանդի մեջ դնելու համար։ Մեր հարևան Զոյայի սերվանդը չի։ Այս զինտեխնիկան պիտի օգտագործվի, առնում են օգտագործելու համար։ Երբ որ ադրբեջանական զորքը քո տարածքով վրա կալելով գալիս է ու գալիս է ու վերցնում է հատած, մի հատ հլմաս մեկը 3 հատ բան ունենք, 3 տարած անկլավ ունենք Ադրբեջանին հանձնելու, ես կողեմ տենց զինտեխնիկան, որը դու պիտի բերես դնես մի յանի վրա, բայց խաղաղությամբ այդ տարածքները հանես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի падգամավորների բարձր հովանու ներքո։ Ընկեր Քոչարյան Ռոբերտն ասում է, ինչ ուզում են տալը մա, դուք էլ դրա իշխանությունը աթորով պահել ես, թուրք, որ այնը ինչ ուզի տա։ Դու դաժե քաղաքացու հետ Ռոբերտ Քոչարյան հարց ու պատասխանի ժամանակ չասեցիր Ղարաբաղը հետ ես բերեմ, թե չէ։ Դուք հանձնել եք Ղարաբաղը, դուք չեք ուզում Ղարաբաղը։ Եվ այն մնացած 18 հոգին, որոնք որ այսօր դաշտում են այդ 18 կուսակցությունները, սերի ժողովուրդ, դրանցից ոչ մեկը Ղարաբաղը չի ուզում։ Դրանցից ոչ մեկը հայերի վերադարձ Ղարաբաղ չի ուզում, Արցախ չի ուզում։ Միակ ուժը որ ասում է դա ես եմ, ուրիշը տենց մարդ չկա որ ասես Արցախ եմ ուզում։ Իսկ այդ տեխնիկան որ առել ես ուսուցչուհի բոզի տղա, դա մենակ ցույց տալու համար չի, դա թանգարանային նմուշ չի։ Դա նրա համար է որ դա պետք է կիրառվի, դա պետք է օգտագործվի, երբ որ հակառակորդը մտնում է քո երկի տարածք։ Դա նրա համար է երկի տարածք պաշտպանես, ոչ թե անես պարադին ցույց տաս, բայց 10 տարի պարադի չի եկանում։ Հիմա հիշակ որ դուք պիտի պարադ անեք, հիմա հիշակ որ դուք ռազմական տեխնիկա ունեք, ունեք օգտագործեք։ Այդ տեխնիկան որ առել ես դերես ու չես օգտագործում, դա չեղացի հաշիվա, տուպոյ բոզի տղա։ Ես ուզում եմ որ դա այս ժողովուրդը հիշի եւ հիմա որ մայիսի 28-ին պիտի գնան տեխնիկայի չխելբակ անեք նկարեք, այդ տեխնիկան չխելբակ նկարվելու համար չի։ Այդ տեխնիկան կիրառելու համար է նորից եմ ես ասում։ Ես չեմ զարմանա որ այդ տեխնիկան ինչպես են մյուս տեխնիկաները $1.5 միլիարդի եւ այլն, մեկ վերջում նվերցանք Ադրբեջանին սրանց բարձր հովանու ներքո։ Եվ ընտրողները պիտի այս մարդը հելելան կե Ռոբերտ Քոչարյանը, այդ Թաթոյան, Մաթոյան, Բոզիս տղեկը եւ այլն, մարդիկ շատ բարձր ապարականորեն ասում են մենք Ադրբեջանից ուզելիք չունենք։ Ճանապարհին ուզում կտանք ուրիշները թողսկեն։ Մենք տարածքային պահանջ չունենք, ասում են հացաբուրգեղեն Գանդոնը, առաջի համարը։ Ընկեր Տաշիրի մոտի։ Բաղուր տարածքային պահանջ չունեք այդ սաղը, այսօր ինչ եք էլ ենք մեյդան։ Ինչ եք ուզում, ձեր ուզածն ինչա, աթորակրիվա։ Սիրելի ժողովուրդ, հարգելի երիտասարդություն, հարգարժան իմ սերունդ, իմ ժառանգներ, իմ հայ երիտասարդներ եւ պատանեկություն։ Սրանք այս երկրի մորը անելու են կուկուլանա տումամբա, մորմշ, բարից ամենաբուն իմաստով։ Ուստի ձեզ յուրաքանչյուրի պարտականությունն է ամսի 7-ին գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել համար 15 քվեաթերթիկի օկտին ուրիշ ոչ մեկի որովհետեւ այս մնացած 18-ը նույնն են ոչ մի տարբերություն նամանավանդ
Տաշիր, նամանավանդ Ռոբիկ, նամանավանդ Նիկոլ։ Երեքն էլ նույն ավտոբուսի պասաժիրներ են։ Խնդրում եմ սա հաշվի առնել։ Քվեարկեք համար 15 օգտին։